Ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չեռնոգորիայի և Սերբիայի փորձագետները միակամ եզրահանգել են, Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ, պնդում է կալանավորված arczepiskopos-ի փաստաբանը։ Այսօր Արսեն Բաբայանը ներկայացրեց միջազգային փորձաքննությունների արդյունքները։ Ըստ դրանց, Մայրաթորի դիվանապետին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութերը չեն նկարահանվել տեսախցիկներով, այլ ստեղծվել են համակարգչային ծրագրով և անձի նույնականացումը այդ տեսանյութերով անհիմն է ու տեխնիկապես անհնար։ Ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ և խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին և կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Բաբայանն ամիսներ առաջ համացանցում մեծ աղմուկ հանած տեսանյութերն ուղարկել էր 5 տարբեր երկրներ։ Դեռ երկուսի եզրակացությունը չի ստացել։ Ասում է, սա չեն արել քննչական կոմիտեի համար, որի եզրակացությունը նույն տեսանյութի մասին հակառակն է պնդում։ Սա արել են ևս մեկ անգամ հաստատելու Արշակ arczepiskopos Խաչատրյանի խոսքերը, որ տեսանյութերում ինքը չէ։ Միջազգային փորձագետները հաստատել են Սրբազանի խոսքերը, պնդում է փաստաբան Բաբայանը։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. Ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ Բաբայանին այս փորձաքննության եզրակացությունները տվել են Ռուսաստանից դատական փորձագետ Ալեքսանդր Կոդին, Չեռնոգորիայից տեղեկատվական գիտությունների դոկտոր Նիկոլ Ցմիլյանիչը, Սերբիայից դատական փորձագետ Էնվեր Նուխովիհը։ Չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքեր։ Կամերայով չեն, այսպես կամերաներով չեն նկարվել, էլի, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել։ Եթե միջազգային փորձաքննությունները մի քանի տասնյակ էջից են բաղկացած, ապա քննչականինը մեկ էջում զետեղված մի քանի տող է։ Հայաստանցի փորձագետը եզրակացրել է, լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Ազատության ձեռքի տակ հայտնված փաստաթղթում մասնագետը ոչ թե վերլուծում է տեսանյութերը, այլ համեմատում է երկու լուսանկար։ Մեկն Արշակ Սրբազանինն է, մյուսը տեսանյութում պատկերված տղամարդունը։ Փորձագետը եզրահանգել է, պատկերված անձանց ճակատային, քթային և կզակի շրջանների ձևերը համընկնում են։ Համընկնում է նաև սանրվածքի ձևը, մասնավորապես բակերը և ճաղատությունը։ Երկուսն էլ կրում են օպտիկական ակնոցներ։ Հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում և հետևաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը տեսագրությունը իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Քննչականն արդեն հայտարարել է, որ փաստաբանի այլընտրանքային փորձաքննությունները չեն դիտարկի որպես ապացույց, քանի որ դրանք ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել իր կողմից։ Սա նշանակում է, որ քննչականը շահագրգռված չէ հասնելու արդարադատության, պնդում է փաստաբանը։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանն իր ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես ուժող չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո, հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը համացանցում հայտնվեցին քեռակնոջ ու Սրբազանի մասին վարչապետ Փաշինյանի աղմկահարույց գրառումից 5 ամիս անց։ Հարուցվեց քրեական գործ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, բայց այսօր էլ կալանքի տակ գտնվող բարձրաստիճան հոգևորականը հայտարարում է, իր այդ իրավունքը չի խախտվել, քանի որ ինքը չէ կադրերում։ Փաստաբանը պնդում է, քննչականը պետք է պարզի, թե ով կամ ովքեր են արատավորել հոգևորականի բարի համբավը, ատելություն սերմանել նրա հանդեպ։ Իրավապահ կառույցից, սակայն, չեն մանրամասնում, որ փուլում է գործի քննությունն ու ինչու չեն քննում Սրբազանի պահանջը։ Սա ընդհանրապես քաղաքական պատվեր է եւ իրավապահ համակարգը եւ արդարադատության մարմինները ակնհայտորեն տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը։ Վարչապետի հակակաթողիկոսական արշավին չմիացած Մայրաթորի դիվանապետն այժմ կալանքի տակ է մեկ այլ գործով։ Իրավապահները պնդում են, թե նա 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել։ Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական է համարում։